Դուք մի տեսանյութ էր հրապարակել ձեր ծառայությունը, որտեղ նշում էիք, որ այլ պետությունից եկած անձը, ընտառակաշարքով եկած անձը ձերբակալվել է, թե կալանավորվել է, բայց պետության անունը չէիք ասում, որ երկրից էր եկել։ Եթե չեմ սխալվում, պետության անունը շեշտվել է հաղորդագրության մեջ, բայց կարող եմ ասել Ռուսաստանի Դաշնությունը, Եվ ով էր ուղղորդել իրեն, ձեզ համար դա պարզ է։ Քննություն ենք անում, այդ քերական վարույթով նախաքննությունը դեռևս չի ավարտվել եւ առաջիկայում, երբ որ ավարտի, նորից կիրասեք ենք ձեզ։ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում ֆոտոխցիկ նվիրեց մանկատան սաներից մեկին եւ դա դիտարկվեց որպես բարեգործության արգելքի այդ բանի կարգի խախտում եւ զուգահեռներ տարվեց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի հետ, ով ավելի վաղ հերոստացույց էր խոստացել նվիրել, ինչպես ստացվեց, որ այն դեպքում նա խոսք էր տվել հերոստացույցը չհասցրեց նվիրել գործը հարուցվեց, բայց քաղաքական իշխող ուժի ներկայացուցիչը ֆոտոխցիկը նվիրեց եւ վարույթ չհարուցվեց։ Գիտեք ինչ, այս ծեր նշած դեպքի մասով ես կարող եմ նաև համեմատական իրականացնել զուգահեռներ տանել նաև Թալինի համայնքի ղեկավարի Տավրոս Սապյանի դեպքի մասով, որպեսզի նաև հաջորդ հարցադրումը այդ մասով չհնչի։ Տարբերակումը հետևյալն է, երբ որ մենք գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմնի օրենքով նախատեսված գործառույթների իրականացման հետ, այդտեղ ու նաև համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ իրականացված գործառույթների իրականացման, այդտեղ խոսք չի կարող լինել բարեգործության մասին առհասարակ եւ առավել եւս բարեգործության արգելքի օրենսդրական խախտման հետ, որտեղ մենք դիտարկում ենք, որ այդ գործառույթները կամ այդ նվիրատվությունը, որը իրականացվել է, դա իրականացվել է ոչ թե որպես կուսակցության անդամ, ոչ թե որպես քաղաքական ուժի անդամ, այլ որպես պաշտոնյա, ով օրենքով սահմանված կարգով համապատասխան լիազորությունների շրջանակում ունի որոշակի գործառույթներ։ Օրենքով բարեգործական հիմնադրամի մասով հստակ արգելքներ կան, եթե քաղաքական ուժը մասնակցում է ընտրություններին, ապա բարեգործությամբ զբաղվելու իրավունք չունի, չի վերաբերվում ըստ մեր առնելով, որ վարչապետը օրը մի քանի հայտարարությամբ իրավապահներին հրահանգներ է իջեցնում, թե ինչպես վարվել, գուցե կաշկանդված եք անդրադառնալ Իսկ դուք այդ հարցադրումը տալուց ինչի չեք ասում, որ օրինակ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ նույն բարեգործության արգելքի խախտման հատկանիշներով քերական վարույթ ենք նախաձեռնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի նկատմամբ, կիրառել ենք անազատության հետ կապված խափանմիջոց եւ վարույթ ուղարկել ենք դատարան, կարող եք դատարանում ծանոթանալ։ Շաբաթի դեպքը նշանակում եք, բայց դա շատ ակնհայտ է, ոչ մի ձև բան չէ։ Հիմա ես էլ բացատրում եմ ձեր հարցադրման մի օրինակով դուք ուզում եք մի օրինակով եւ նաեւ կթողնեք պատասխանեմ հարցադրմանը, եթե նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի մոտեցումն է, որ նաեւ իրավական առումով օրենսդրությունից բխող բանջն է, որ եթե խոսքը վերաբերվում է պաշտոնյային, ով իր պաշտոնական գործառույթներն է իրականացնում, այդ մասով մենք չենք կարող ասել, որ կա բարեգործության արգելքի խախտում։ Հակառակ մեկնաբանման պարագայում ցանկացած պաշտոնյայի գործառույթ մենք դիտարկելու ենք բարեգործության արգելքի խախտման տակ, քանի որ ինքը ամենօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորությունները։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։